Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ ես ես համար նախապատրաստել եմ շատ հետաքրքիր թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր։ Բայց մինչ այդ շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եւ իհարկե լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ միշտ Ակոպովնայի ու 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Իդեպ ասեմ, տեսահոլովակի երգիչը Տաղանդավոր անձը րոպեներանց ինձ մոտ լինելու է տաղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Կան շատ գեղեցիկ վայրեր, բայց նրանք մեզ մաչելի չեն, ու մարդիկ գիտեն, թե մենք չեն կարող քայլել, շարժել, քաղաքը մեր սիրել, մենք ուզում ենք իլուր աշխարհի ասել, Մեր այս կյանքում կան եւ լավ եւ վատ օրեր, որ մեզ դարձնում են շատ ուժեր, ահի ձեռքի տանք եւ առաջ շարժվենք, որ միշտ մենք հաղթող լինենք, ոչ մի օրենք կամ որոշում Կամ որոշում Ոչինչ մեզ համար առանց մեզ Մենք ուզում ենք, որ մեր երկիրը հայրենի լինի ներառական ու մատչելի Դե ինչ 21 TV եթերում աշխատանքը սկսել է եւ ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը եւ ես վստահ եմ, որ հենց հիմա բոլոր այն հեռուստադիտողներ, ովքեր որ ինձ անխտիր հետևում են Դիլիջանից, շատերն ասեցին. Մենք հասկացանք, թե ով է Ակոպովնայի հյուրը, իսկ ես մեծագույն սիրով ասեմ, որ հյուր ընկալել եմ մշակութային հասարակական գործիչ, համաքաղաքային համերգների կազմակերպիչ, զբոսաշրջանային գովազդային գործակալ, բլոգեր, նաև տաղանդավոր երգիչ Վաչե Գրիգորյանին։ Վաչե ջան, ողջույն։ Ողջույն Ձինա ջան, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։
Իդեպ ասեմ, Վաչեն արձագանքել էր մեզ Facebook-յան մեր էջում բնականաբար եւ երբ որ ես հետևեցի էջին, հասկացա, որ մեր հյուրը Դիլիջանից է եւ ուզում է անպայման կիսվել նորություններով ինձ մոտ տաղավարում։ Վաչե ջան, սկսենք ամենասկզբից։ Ես այսքան բան ներկայացեցի, սկսած հասարակական գործիչ լինելուց, բլոգեր, տուրիստական այդտեղ գործակալություն, բայց բոլոր այդ մեկտեղ նաեւ երգիչ։ Այո։ Դե հիմա ինձ պատմեք մի քիչ ձեր մասին։ Ես ծնվել եմ բազմաբնակավար եւ խոշորացված Դիլիջան համայնքում, համեստ ու հասարակ մի ընտանիքում, որտեղ միշտ հնչել է ազգային երգը, երաժշտությունը, ծնվել ու մեծացել եմ երաժշտության մեջ, նաեւ տարիների ընթացքում սկսեցի ծավալել մշակութային եւ հասարակական ակտիվ գործունեություն, զբոսաշրջության ոլորտում վերջին 9-10 տարիներն է, որ մի քիչ խորացած զբոսաշրջության ոլորտում, որը ինձ հետաքրքրեց, քանի որ մանկուց շատ եմ սիրել ճանապարհորդելը ու բնությանը շատ մոտ կանգնած լինելով, մտածեցի, որ կարող եմ ես ինքս ներկայացնել եւ իմ համայնքը եւ իմ գործունեությունը, այդ նպատակով ստեղծեցի բլոգ, ովքեր որ հետաքրքրվում են, կարող են համացանցում որոնել եւ գտնել Ինչպես գրել Վաչե Գրիգորյան եւ իմ մասին եւ իմ գործունեության մասին այնտեղ կա տեղեկատվություն, նաեւ ունեմ անձնական բլոգ, բացի աշխատանքայինը ունեմ նաեւ անձնական պաշտոնական բլոգ, որտեղ զետեղում եմ իմ երաժշտական գործունեությունը, հասարակական գործունեության մասին եմ ավելի շատ խոսում։ լավ։ Ասեմ, որ ունեմ 25 տարվա աշխատանքային եւ բեմական փորձ։ Եվ դուք չեք հանձնվում, ուզում եք դեռ շարունակությունը բնականաբար ապահովեք ավելի խոշորացված տարբերակով։ Կարող եք արդեն որ ասում հասել եք մեր տներին, հա? Կարող եք գաք հանձնեք Երևանում էլ ինչ որ տենց թեմաներ լինի, թե դեռ Դիլիջանով սահմանափակվում ենք։ Դիլիջանում սահմանափակվել չէ, նույնիսկ պիտի ասեմ, որ արդեն իմ գործունեությունը այնքան մեծ է ու այնքան ակտիվ եմ, որ մտածում եմ Դիլիջանի սահմաններից դուրս գալու մասին, բայց եթե լինի ինձ համապատասխան պայմաններ, այդ դեպքում արդեն կարելի է մտածել նաև Երևանի ուղղությամբ, գործունեության առումով հասարակական հատկապես շատ եմ շրջագայել, եղել եմ տարբեր քաղաքներում, մասնակցել եմ տարբեր կոնֆերանսների, սեմինարների, հանդիպումների, դասընթացների, նաև ես ինքս եմ կազմակերպել մեր համայնքում, որտեղ ես պիտի նշեմ, որ մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձիկ, նման խնդիրներով մարդկանց ներկայությունը մասնակցությունը համայնքային ծրագրերում շատ եմ կարևորում, ուստի ուզում եմ, որ իմ միջոցառումներին ու կազմակերպած տրեյնինգների, էքսկուրսիաների մեջ պարտադիր ընդգրկվեն հաշմանդամություն ունեցող անձիկ նաև։ Ապրեք, հիանալի է։ Ինձ թվում է Աստված դրա համար ձեր սրտով ձեզ տալիս է, Վաչե ջան։ Մի հարց, ինձ թվում է դուք արդեն որ sense խոսում եք, ունեք բավականին լավ մեծ թիմ։ Թե դուք մենակ եք աշխատում։ Թիմակիցներ ունեք։ Թիմակիցներ ունեմ, ընկերներս են օգնում ինձ, տարբեր հարցերով դիմում եմ, տեսագրման, կազմակերպչական ինչ հարցերում, դիմում եմ, մարդիկ օգնում են, որպես այդպիսին թիմ չունեմ, ուղղակի համագործակցում եմ տարբեր մարդկանց հետ, նաև կա համագործակցություն, սերտ համագործակցություն Դիլիջանի համայնքապետարանի հետ։ Դու ամենակարևորի հետ էլ դուք այսպես ասած համագործակցություն անում եք։ Շատ լավ, բայց այդ բոլորի հետ մեկտեղ, երբ որ տեսա հոլովակ, այնտեղ ես հասկացա երգեր, դուք նաև հասցնում եք այդ ամբողջը մի հատ մի տեղում ոնց եք անում, չեմ կամ արդեն բառ գտնել ասելու համար։ Մեկ բառով ասեմ, այո, հասցնում եք։ Ինձ շատ-շատերն են ասում իմ ընկերներից, նույնիսկ կատակով են ասում են, քեզ արդեն կամ սոցիալական հարթակներում ենք տեսնում, կամ հեռուստաալիքներով ենք տեսնում։ Իրականում ես իմ գործունեությանը անդրադարձել եմ շատ հեռուստաընկերություններ, ռեպորտաժներ է պատրաստվել, ռադիոհաղորդումներ է պատրաստվել, նաև
էլեկտրոնային տարբերակով հրապարակումներ է եղել, նաև ես ինքս եմ թղթակցել համակարգային մարզային թերթերին, էլեկտրոնային պարբերականներին, հիմա էլ ձայնագրությունների հետ զուգահեռ աշխատում եմ փոքրիկ բրյոշուրի վրա, որը լույս կտեսնի առաջիկայում։ Այո, այս կարող է սա է, որ դուք ինձ նվեր եք բերել։ Տաուշի թագուհին պատմվածքը կոչվում է։ Եթե թույլ կտաք, խոսեմ մի փոքր այդ գրքույկի մասին, ուրեմն բրյոշուրում ես ներկայացնում եմ Դիլիջան համայնքը, Դիլիջան համայնքը նմանեցնելով հեզ ու համեստ աղջկա, ուսերին գցած արքայական շափյուղայի թիկնոցն ու զմրուխտե թագը գլխին, ինքը շրջում է Արքունիքում, փորձել եմ Դիլիջան համայնքս եւ նրա 6 գյուղական բնակավայրերին ավելի շքեղ տեսք տալ ու նաև ներկայացնել այլ տեսանկյունից գրքում խոսում եմ նաև պատմամշակութային ժառանգության մասին, ավանդույթների, բանքերի, հուշարձանների մասին, եթե ընթերցեք դուք կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Գիրքը արդեն լույս է տեսել, Վաչե։ Չէ, ընթացքի մեջ է գիրքը, շուտով լույս կտեսնի։ Այս ուղղակի հասցրի եթերին։ Սա իմն է, չէ։ Իհարկե։ Հիանալի։ Շատ լավ, քանի որ ես էլ համարվում եմ մեծ երկրպագու Դիլիջանի, ինձ համար մի ուրույն տեղ է իմ կյանքում գրավում, եթե շատերն ինձ առաջարկում են արտերկիր, ես պաշտում եմ Դիլիջանը, այնպես որ դուք ինչ խոսում եք, որ ես արդեն օթերի մեջ եմ, էլի պատկերացնում եմ։ Բայց եւս մեկ հարց։ Իհարկե։ Ինձ մոտ գրված է, որ դուք նաև գովազդային գործակալ եք։ Այո։ Եվ ինչպես եք դա իրականացնում, որ հին տարբերակով կա, որ գնում են հատուկ, տենց գովազդներ են գտնում, չգիտեմ, իսկապես գործակալությամբ եք զբաղվում, թե կարողանում եք, չգիտեմ, մեսիջ թողնել եւ ձեզ գտնեն։ Ո՞նց է դա արվում։ Գիտեք, այնքան ակտիվ եմ համացանցում, իմ գործունեությունը այնքան հասանելի է, որ նույնիսկ իմ ընկերներից շատերը երբեմն ասում են, դե հոգնածրիր, էլի բավական է։ Հակատենց բան, Դրա համար փորձում եմ մի քիչ ավելի մեղմ լինել, հետո ժամանակի ընթացքում սովորում ես նոր գործիքների տիրապետել, ինչ որ նոր ձևաչափով սկսել աշխատել։ Գովազդը ես հիմնականում աշխատում եմ համայնքի հյուրատների, ռեստորանների, սրճարանների հետ, նաև կազմակերպում եմ տուրեր ու համագործակցում եմ վարորդների հետ, զուգահեռաբար իրանց հետ համագործակցելով նաև ներկայացնում եմ իրենց գործունեությունը, առաջարկվող ծառայությունները, որպեսզի Դիլիջան այցելողը կարողանա հեշտությամբ գտնել իրեն նախընտրած հյուրատունը, հյուրանոցը, սրճարանը կամ առհասարակ որտեղ հանգստանա քաղաքում։ Պետք է ասեմ, որ ունեմ տվյալների տեղեկատվական մեծ բազա նվիրված Դիլիջան համայնքին, նաև ստեղծել եմ հյուրանոցային ռեզերվ, որտեղ ընդգրկված են 100-ից ավել հյուրատներ, ռեստորաններ, սրճարաններ, վարորդներ մենակ Դիլիջանից, բայց վերջերս մասնակցում էի մի դասընթացի զբոսաշրջության, բիզնեսների կարողությունների հզորացում ծրագրին էի մասնակցում, որը ինձ տվեց մեծ հնարավորություն ճանաչելու ամբողջ Տավուշի մարզի տարածաշրջանի հյուրատները, ռեստորանները, մեկ բառով ասած զբոսաշրջային կառույցները, ու այդպես նաև ծավալվեց իմ գովազդային գործունեությունը։ Ապրեք, հիանալի է, ես հիացած եմ, բան չունեմ ասելու, բայց դուք ինձ մոտ հյուրընկալվել եք նաև որպես արդեն մեծ երկրպագուների բանակ ունեցող երգիչ։ Ես էլ խոստացել եմ ձեր տեսահոլովակներից բնականաբար ներկայացնել։ Դուք գիտեք, ինձ մոտ տաղավարում հետևում եք, չէ՞, մեր թողարկումներին։ Ինձ մոտ տաղավարում լինում են նաև այն մարդիկ, ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Ես ուզում եմ հիմա իմանալ Վաչեն ինչպիսին է օրինակ որպես հոբելյար։ Տեսակներ ասեմ դուք ընտրեք, հա։ Մարդ, ով սիրում է ամիսներ առաջ կազմակերպել ծննդյան օրը, մարդ, ով չի սիրում, տեսակ մեկուսանում նեղվում է այդ օրը դե մի տարի էլ մեծացավ, եւ մարդ, ով տուն, տեղ, ընտանիք, կոլեկտիվ, ընկերներ, ոնց էլ չլինի, իր համար մի բան կկազմակերպեն։ Ո՞րն է ձերը։ Գիտեք, տարիների ընթացքում հասա նրան, որ ինձ համար ավելի երրորդ տարբերակն է նախընտրելի։ Ցանկալի։
ցանկալի նաև, հա, չեմ սիրում նախապես պլանավորել, որովհետև փորձ ցույց է տալիս, որ Հա, կա տենց բան։ չի ստացվում դրա համար երրորդ տարբերակն եմ նախընտրում ու հետո ինքս էլ կենսուրախ մարդ եմ ու սիրում եմ լինել ընկերական միջավայրում, ընտանիքիս, հարազատներիս, կոլեկտիվիս հետ։ Ապրեք, իդեպ դուք կարող եք հենց հիմա օրինակ օրվա մեր հոբելյարներին շնորհավորել։ Ես իհարկե շնորհավորում եմ եւ օրվա բոլոր հոբելյարներին եւ քանի որ այնպես է ստացվել որ մայիս-հունիս ամիսներին իմ միջավայրում էլ ծնունդները շատ են, հոբելյարները շատ են, եթե թույլ կտաք, նաև ես երկու ամսվա կտրվածքով շնորհավորեմ իմ բոլոր այն մարդկանց, հարազատներին, եղբորս, ընկերներիս, ում ծննդյան օրերը մայիս-հունիս ամիսներին են, նաև շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին, ցանկանում եմ քաջ առողջություն ամենակարևորը, գիտեք, որ այսօր Եթե առողջ լինենք, ամեն ինչ ձեռք բերովի է, ուզում եմ, որ յուրաքանչյուրը իր օրը կազմակերպի այնպես, որ հաջորդ օրը հիշելու բան ունենա։ Համաձայն եմ ես ձեզ հետ։ Իսկ դուք օրվա հոբելյարների համար հույսով եմ լավ կատարում պատրաստել եք մեզ համար, չէ՞։ Ես պատրաստել եմ լավ կատարում, ու եթե թույլ տաք կխոսեմ նաև այդ երգի մասին։ Ուրեմն տարիներ առաջ Ես մասնակցեցի մի մրցույթի ժողովրդական եւ կոմիտասյան երգերից կազմված մրցույթ էր։ Երգի հեղինակն է Աշուղ Նազելին, ողջունում եւ շնորհակալություն եմ հայտնում, նաեւ գործիքավորումը Էդգար Խաչատրյանն է նվիրել, ժողովրդական երգիչ, որի համար եւս շնորհակալություն եմ հայտնում, ու այս երգով մասնակցեցի ես այդ մրցույթ փառատոնին ու 16-ից 32 տարեկան տարիքային խմբում Տավուշի մարզից գրավեցի առաջին պատվավոր տեղը։ Թեպետ ինքս եմ ստեղծագործում նաև, գրում եմ երգեր, բանաստեղծություններ, ունեմ մի քանի հատ գործիքավորված երգեր, ձայնագրած երգեր, առաջիկայում էլի կունենամ ձայնագրություններ, նկարահանումներ, ամեն ինչ երկարվեստում նոր է սկսում, մի փորձեցի ակտիվացնել, մի ընթացք փոքր դադար էի ունեցել այդ 19-20 թվականների, 23 թվականների դժվար իրավիճակների հետ, չէի կարողանում որ ինձ հավաքեմ, որպեսզի ստեղծագործեմ, բայց հասկացա, որ դա էլ իմ աշխատանքն է ու պետք է նորից ակտիվանամ։ Իդեպ վերջին երգը, որ ձայնագրել եմ, հեղինակային երգ է, որի տեսահոլովակը կդիտենք ու պրեմիերան կլինի։ Երգի երաժշտությունը գրել եմ ես, իսկ խոսքերը վերցրել էի համացանցից, կարդալով հասկացա, որ ինքը կարելի է երգ դառնալ, ու իմ լավ ընկերներից երաժիշտ Արարատ Ուլիխանյանը եւ նկարահանման մասնագետ ասեմ, ու իմ ամենակարևորը իմ շատ լավ ընկեր Վալեր Օրդյանը նոր գույն ու իմաստ տվեցին այս երգին, թեպետ կադրեր անընդհատ նայելուս անհնար է չհուզվել։ Հիանալի է, բայց դուք հասկացաք, որ ինձ մոտ տաղավարում բազմաժանր եւ բավականին տաղանդավոր եւ բավականին հիասքանչ անձնավորություն է։ Բարձունքն է մերը, ոչ էլ տղեր կգան, ոչ բարձունքն է մերը, ոչ էլ տղեր կգան, թշնամին են տերը, մենք լոկ բրկված փական, թշնամին է տերը, Բրկված փական Ծարս եղան տղերքը
ոչ միական ճանապարհը բացել չկար ոչ միական ոչ բարձունքն է մեր հետ ոչ էլ տղերքը կան ոչ բարձունքն է մեր հետ ոչ էլ տղերքը կան անըթիկուկ տղերքը լուսաբացին ընկան անըթիկուկ տղերքը լուսաբացին ընկան Ձեզ խունգու խոնարհում մեր քաջորդին է կապրեք մեր սրտերում ազգի մարտիկներ հավերժ փառք ու պատիվ հայոց հարթիվներ հավերժ փառք ու պատիվ հայոց հարթիվներ Ցարս եղան տղերքը հարյան կանչները որ կան Ցարս եղան տղերքը հարյան կանչները որ կան Ճանապարհը բացել չկար ոչ միական 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 Kes teselo mi mahana Vorsenas an mahana Teste mase mahana Vai mahana Petka kes teselo mi mahana Vorsenas an mahana Teste mase mahana Vai mahana Du ints havadais Vor sirtaim gatam kes Inchel volini աշխարհից հեռու Հանե դու կես ու խաղում ես ինադու Սիրտս անել արել ես երկու կես Արևից ավել ես դու տանում ես Մալիբու Որտակ ասես հոգուցս մի քիչ մոկես Դե արի մի ամաչին Ենքան սիրում որ էլ ասելու չի Մի անգամից տարար քո հետ սիրտս Բայց վատ չի Իսկ պետք է քեզ տեսնելու մի մահանա Որ սենս անմահանա Պես քարացել եմ, ինքս ինձ մոռացել եմ, դե ասա ինչ անեմ
Միգուցե այս անգամ քո հարցում մոլորվել կուրացել եմ Քո այդ ծևերից տաքացել եմ Հիմա ոնց անեմ Հանելուկ ես դու խաղում ես ինադու Սիրտս անել արել ես երկու կես Արևից ավել ես դու տանում ես Մալիբու Որ տաքացես օգուծս մի քիչ մոգես Դե արի մի ամաչի Ենքան սիրում որ էլ ասելու չի Մի անգամից տանալ քո այդ սիրտս Իս պետք է քեզ տեսնելու մի մահանա Որ սենս անմահանա